Ավստրալիայի թենիսի բացառաշնության 1/8 եզրափակիչում գրանցվեցին հերթական անակնկալները։ Տղամարդկանց առաջին ռակետ Էնդի Մարեյը այս փուլում 1-3 հաշվով պարտվեց գերմանացի թենիսիստ Միշա Զվերևին եւ ավարտեց ելույթները։ Կանանց առաջին համարը գերմանացի Անժելիկ Կերբերը 2 սեթում զիջեց Ամերիկայի Միացյալ Նահանգների ներկայացուցիչ Կոկո Վանդևեգեին 2-6-3-6։ Իսկ աշխարհի երկրորդ ռակետ Սերենա Ուիլյամսը 7-5-6-4 հաշվով պարտության մատնեց չեխ Բարբարա Ստրիսկովային եւ մտավ քառորդ եզրափակիչ։ Մոնտե Կարլոյում կայացել է ռալլիի աշխարհի առաջնության առաջին փուլը։ 4 օրվա պայքարից հետո լավագույն արդյունք ցույց տվեց ֆրանսիացի ավտոարշավոտ Սեբաստիան Օժեն։ 2 րոպեով առաջատարից հետ մնացին ֆինացի Յարի Մատի Լատվալան եւ էստոնացի Օտ Տյանակը։ Ֆուտբոլի Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկությունում կայացել են երրորդ տուրի առաջին խաղերը։ Ախմբում Կամերունի հավաքականը ոչ ոքի 0-0 խաղաց դաշտի տերերի Գաբոնի ընտրանու հետ եւ գրավեց անցումային երկրորդ տեղը։ Խմբի հաղթող դարձավ Բուրկինա Ֆասոյի ազգային թիմը, որը ընթացիկ տուրում 2-0 հաշվով պարտության մատնեց միավոր չունեցող Գվինեա Բիսաուի հավաքականին։ Ռոմի Ռոմա ֆուտբոլային ակումբը կրկնեց իր հնագույն ռեկորդներից մեկը։ Իտալիայի առաջնության 21-րդ տուրում հռոմեացի ֆուտբոլիստները 1-0 հաշվով առավելության հասան Կալյարիի նկատմամբ եւ սեփական դաշտում տարան թվով 13-րդ անընդմեջ հաղթանակը։ Վերջին անգամ Ռոմա նման հաղթարշավ գրանցել էր 87 տարի առաջ 1930 թվականին։